Այն վիդեո տեսել ես վայ Արմենը տունը լավ է դիրքում։ Դա էլ մի կողմ։ Բա որ գալիս են քեզ ասում են օրինակ մեր երեխան պետք է արտասանի կամ երգի կամ բարի լավ երեխա է որ շնորհքով դաստիարակված տեսքը տեղ ամեն ինչ տեղը բայց այդ երեխան այդքան տաղանդավոր չի որ երգես ենք այդ 3 հոգանոց արսանիկի մեջ սաղ իրան ծապտան կամ ոգևոր մաքսիմում մի 15 հոգու կարա հետաքրքիր հոբար մորքուր քերիջը գիտես օրինակ էս վերջերս ոնց անենք որ այդ հարցը լուծվի իմ կարծիքով ամեն ինչ կախված է արսից ու փեսայից բայց շատ դեպքերում իրենք էլ ոնց որ չեն կարողանում մերժեն իրենց հարազատները ես միշտ նախորդ քննարկում եմ ծրագիրը Եվ իրենց զգուշացնում եմ, կան մարդիկ, որ պետք է երգեն կամ ինչ-որ պարեն, եթե կան նախորդ գոնե մենք իմանանք այն ժամանակահատվածում դնենք, որտեղ որ ոչ բոլորն են ուզում պարեն կամ մի քիչ ազատ պահեր, որ կարան այդ մարդիկ ելույթ ունենան։ Ոչ թե վերջի պահին մոտենում են օրինակի համար ծնողի երեխաները ու ասում են կլինի մենք երգենք։ Մի հատ դեպք կարամ պատմեմ, կարճ ուղղակի։ Ինձ մոտենում է փեսայի եղբայրը, ասում է պետք է իմ աղջիկը երգի ու Սիլվա Հակոբյանի երգի տակ, այսինքն պետք է երգը միացնենք, որը որ Սիլվա Հակոբյանը երգում է, ինքը դրա տակ երգի։ Ու նաև պետք է երկու հատ էլ պարպարի։ Ասում եմ եղբայր, կարող է մենք եկել ենք ձեր աղջկա ծնունդն է կամ ինչ-որ երեկոն է, էլի, մենք ծրագրի մեջ այդքան տեղ չունենք, էլի։ Ես այդպես բաները միշտ ասում եմ եկեք փեսայի հարցի հետ քննարկենք, որովհետև իրենց առիթն է։ Ես կարամ հիմա անեմ, հետո մարդիկ բայց 99%-ով մարդիկ զուտ ամոթից ելնելով իրենց հարազատը չեն կարալու մերժեն։ Բորոստը ես միացած բան կա որ միշտ մարդկանց ասում եմ այդ օրը այդ մարդկանց երեկոն է եկեք անենք այնց ոնց որ այդ մարդիկ են ուզում եթե ձեր երեխայի ծնունդը լինի մեծ հաճույքով ձեր երեխան կարա ինչքան ուզում եք ելույթ միկրոֆոնը տանք ես դաժե չխոսամ չէ բայց եթե օրինակի համար եկել ենք արսանիքի մարդիկ որպեսզի մնացած համար հետաքրքիր լինի պետք չի միշտ միացած բան եմ ասում պետք չի բանակի քեվ սարքել արսանիքը լինում են բացառիկ դեպքեր որ ասենք չգիտեմ հյուրերի մեջ հայտնվում է շատ գերտաղանդավոր ինչ որ մեկը հյուրերից կապ չունի հարազատը թե որպես ընկեր է եկել բարձրամաբեմ երկում է սաղի համար շոկային այլնում սաղ լարված լսում են ուրախ ծափերու են տալիս չգիտեմ սաղին դուր է գալիս բայց կոնկրետ 99% դեպքերում չէ երևի չեմ սխալվում էլ դու կհաստատես հաստատ որ դուրս են գալիս են որ Ես կարող եմ լավ է ես երկը երկում Այն վիդեո տեսել ես վայ Արմենը տունը լավ է դիրքում Վայ Արմեն հիմա այդ իրականում այդ պատմությունը կա վայ Արմեն տունը լավ է դիրքում Արմեների խնդրում ենք մի երկեք արդի ժամանակ Վայ Արմեն իսկականից որպեսզի դուք հայտարարակ չլինեք կամ ինչ-որ բան նախորդ պետք է պատրաստվել իրականից կարելի ասել հայտարարակ են անում ավելի շատ քան չգիտեմ զարմացնում են մարդիկ խնդրում են դրա վրա որովհետև այդ օր ամեն ինչ անում են որ սիրուն լինի իսկ այդ պահը ոնց որ ասած դու հարսանիքի մեջ ամեն պահը մտածված պետք է լինի ես առասարակ երբ որ զույգի հետ քննարկում եմ ամեն պահը քննարկում եմ որպեսզի ամեն ինչ իրենց սրտով լինի ու աշխատում եմ եթե կա ինչ-որ ելույթներ միշտ ասում եմ զգուշացրեք նախորդ իմանանք ինչ ելույթ է իր իմաստով լինի էլի եթե ձեզ ասում են օրինակ հարցնացում կամ փեսացում պետք չի նեղանալ նաև կամ եթե այդ համադեն ասում է կարող է ժամանակի մեջ չի կամ ծրագրի մեջ չի դրանից պետք չի նեղանալ որովհետև առասարակ մենք այն մարդիկ ենք ովքեր գալիս են այդ զույգի համար անեն ինչ որ իրենք են ուզում դա որ մեկ-մեկ որ ինձ մոտենում ասում ես չեմ որոշողը գնացեք մարդկանց մոտ ովքեր որոշում են Կարանք ընդհանրապես խորհուրդ տանք որ մի արեք այդ ձև մի արեք իրոք շատ տգեղ է շատ վատ է այդ անդրադառնում ընդհանուր ֆոնի վրա